Ցանկացած ազգի պետության մասին կարելի է կազմել նաև տվյալ ազգի և պետության պետական տոների ցանկով։ Հայերի պետական տոների ցանկը ուսումնասիրելիս կարելի է եզրակացնել, որ հայերը շատ խայտառակ և մազոխի ժողովուրդ են։ Սկզբունքորեն տոնում են այն ամսաթվերը, որոնք նրանց հանգեցրել են ողբերգության, հայրենազրկման և շատ լուրջ խուսափում են նշել այն օրերը, որոնց շնորհիվ նրանք բարգավաճել են, զարգացել են, լուսավորվել են, կրսվել են, լուրջ ինդուստրիա են ձեռք բերել և այլն և այլն։ Օրինակ այսօրվա օրվա խորհուրդը ինձ համար և նաև ցանկացած նորմալ հայի համար սա հանրապետության օր չի կարող համարվել։ Իհարկե մայիսի 28-ը պետք է նշել, բայց ոչ որպես ինչ-որ հանրապետության կամ առաջին հանրապետության օր, այլ որպես հաղթանակի օր, որովհետև առաջին անգամ էր եսիմվոր ժամանակներից, որ հայերը թուրքերին հաղթեցին։ Վերջինը կարծեմ Դավիթ բեկն էր, Մարագայի հետ միջին կալիբրի ճակատամարտը, երբ հայերը հաղթանակ ունեցան, թուրքերին ջարդեցին։ Եվ այս սարդարապետը, իհարկե սա պետք է նշվի, բայց նորից եմ ասում, ոչ որպես հանրապետության օր, որովհետև այդ հանրապետությունը հանգեցրեց հայկական պետականությունը հանգեցրեց ազգային ողբերգության, ցեղասպանության, հայաթափման, բուն հայկական տարածքների, Արարատ լեռան կորուստի։ Արարատ լեռը հայերը նվիրեցին թուրքերին, անգլիացիների դրդմամբ, պատերազմ հայտարարեցին, հետո խայտառակ ձևով պարտվեցին, հետո նույն անգլիացիների հրահանգով հաշտվեցին թուրքերի հետ, թուրքական պայմաններով հրաժարվեցին բանակի, երկաթգծի վերահսկողությունից, ամեն ինչից, դարձան մի հատ թուրքական վիլայետ։ Այս ամենը անկախ հայկահայոց պետականության շնորհիվ տեղի ունեցավ։ Ինչպես և Արցախի կորուստը, որը երբեք թուրքական չի եղել։ Արցախը եղել է հայկական պետությունների կազմում, հետո պետականության կորուստից հետո տեղափոխվել է տարբեր միջնադարյան կայսրությունների կազմ։ Մի քանի 100 տարի գտնվել է Պարսկաստանի կազմում, հայկական մելիքությունը ինչ-որ ավտոնոմիա ունեցել է, հայերը բնակվել են, հայերին ոչ ոք չի ասել, ստեղից գնացեք։ Հետո եկավ սովետական դարաշրջանը, հետո Տեր-Պետրոսյանը պարտադրեց Մոսկովյան պոլիտբյուրոյից վերամիացնել Ղարաբաղը հայկական սովետական հանրապետությանը։ Պոլիտբյուրոն ընդառաջեց հայ ժողովրդի խնդրանքին և ընդգրկելով Ղարաբաղը իր կազմի մեջ, արդեն անկախ Հայաստանի նախագահ Տեր-Պետրոսյանը շտապեց ժամ առաջ Արցախը դուրս բերել Հայաստանի կազմից, որպեսզի գալիք սերունդը, այսինքն Փաշինյան Նիկոլը, իր դաստիարակած Արցախը հանձնի և հայաթափի և անունը թե Ալմատայի դեկլարացիա կա, բան կա, հեչ պետք չի Արցախը Հայաստանին, Ալմատայի դեկլարացիան ավելի կարևոր է, քան հայ ժողովրդի բնական անոտարելի իրավունքը և ինչպես ասում է ժողովրդապետ Փաշինյանը, եթե հայերը վերադառնան Ադրբեջան, Արցախ, կդառնան պանդուխտ, իսկ եթե Հայաստան մնան, պանդուխտ չեն դառնա, մենք իրանցերը ուրիշ ձևի կանեցենք։ Սա է ողբերգությունը։ Ողբերգությունը սա է։ Նորից գուցեև շատերը չհավանեն իմ ասածը, բայց դե փաստը մնում է փաստ։ Երբ հայերի ձեռքը ընկնում է պետականություն, պետություն, հայերի առաջին իսկ խնդիրը հիստերիայի մեջ ընկնել և մտածել, թե ոնց էս հողերից շուտ ազատվի, հանուն թուրքերի։ Ոնց անի, ինչ անի, որ շուտ տա պրսի, հանձնի պրսի ես ամեն ինչը։ Դա մենք տեսել ենք 1918 թվականներին, երբ Հայաստանը գտնվում էր բրիտանական ենթակայության ներքո,
Դա մենք տեսանք 1901-ից ի վեր, երբ նախկին իշխանությունների այսպես կոչված բազմավեկտոր, բայց իրականում հակազգային եւ հակապետական, հակամարտկային քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ Հայաստանում բուծվեց հսկայական քանակի գրանտակերների հանրույթ, որը ուղղակի չէր կարող իշխանությունը չվերցնել։ 15-ին փորձարին չստացվեց այդ էլեկտրիկ Երևանում, դա ռուսներն ասում են ռազվեդկա բոյան, Բարսեղեն Լևոնը կոորդինացրեց այդ հայտարարությունը։ Ամերիկյան դեսպան ուզում էր տեսնել, թե այս ազգը 7 դրամի համար փողոց դուրս կգա եւ ինչ գլխականագով դուրս կգա։ 16-ին երկու անգամ փորձեցին, մեկը Սասնա ծռերով, մեկը Ադրբեջանին պարտադրած քարորյա պատերազմով, այն հուսով, որ Սերժ Սարգսյանը մի քանի շրջան կկորցնի, դա է բավարար հիմք կլինի Մայդանի համար, երկուսն էլ չստացվեցին։ 17-ին փորձ չեղավ, 18-ին ի վերջո դա հաջողվեց, որովհետև քանակն ու որակը գրանտակերների այնպիսին էր, որ նրանց հաղթել արդեն անհնար էր։ Պատկերացրեք, ջուրը եռում է Հավորաշյանի վրա, չէ՞։ 95-ով ջուրը չի եղա, 96-ով չի եղա, 97-ով չի եղա։ Մինչև չհասնի 100-ին, մինչև այդ կրիտիկական թիվ ասեմ, թե ինչ ասեմ, այդ կրիտիկական թիվն ասեմ, էականը, մինչև այդ կրիտիկական թվին չհասնի, ջուրը չի եղա։ Նույնը Մայդանը կամ հեղափոխություն անվանենք, եւ մասնակիցների քանակը, եւ նրանց որակն է կարելի է չափել, չէ՞, մաթեմատիկական, պետք է ինչ-որ մի կրիտիկական մասսա հավաքվի, որպեսզի այդ հայտարարությունը տեղի ունենա։ Հայաստանում շնորհիվ նախկին իշխանությունների բազմավեկտորության այդ կրիտիկական մասսան ապահովեց 2018-ի գարնանը։ Եվ ինչ արեց նորակին իշխանությունը։ Մտածեց, ինչպես դաշնակները անգլիական ղեկավարության ներքո, նույնս նրանք ելի նույն անգլոսաքսերի ղեկավարության մտածին, թե ինչ անենք, որ շատ շուտ հանձնենք ամեն ինչը, հանձնենք, պրծենք, քանի որ մեր սրբավայրը արևմուտքը դա է ուզում, կանզի արևմուտքը մտածում է, որ հայ ժողովրդի երջանկությունը սա է, թրիպը եւ այլն եւ այլն։ Ինչեւ է հանձնեցին պրծան եւ այսօր պարադ են անում, թե ինչերի վրա են ուրախանում, դա էլ անհասկանալի է, պարադ շուքեր, ռազմաշուքեր սովորաբար հաղթանակած երկրների բանակներն են անում, անցկացնում, ում ես հաղթի այդ ինչ սրտով ես դու պարադ անում կամ այս կոնջորանները յանում են պատեսակ, ինչ զենգ-զինզի տեխնիկա պարադում մասնակցեց, այսքանը 3 տարում ենք արել, կոնջորաններն են ասում, բա եթե չթալանեին բանակը, պատկերացնում եք ինչ կանեինք, մենք ինչ կանեինք, հա ասեն, ոչխարներ ինչ կանեինք, թալանված բանակը թուրքերին ռակատկով է սատկացնում էր, Ալիևը բախտը փորձեց, ամերիկյան հրահանգ էր կատարում, պատերազմ էր նրան պետք, ամերիկացի գծին դրել էին, Պուտինը արդեն Սիրիայում էր, Պուտինին գլխացավ էր պետք առավում, Ալիևին հսկայական սանկցիաների տակ կողեցին, հերնանեցին, արգելեցին, անգամ Ամերիկա մոտ դնել, քչել են հիշում, հələ 2015-ի նոյեմբերի մամուլը ընթերցեք, տեսեք Ալիևին ինչ օրն էին գցել, ավելի դաժան սանկցիաներ էին կիրառել նրա դեմ, քան այսօր Հյուսիսային Կորեայի կամ Իրանի, այլ չեմ խոսում Ռուսաստանի։ Ստիպված մարդը պատերազմ սկսվեց, 4 օրից խնդրեց աղաչեց, թե Ադրբեջան փրկեք, հրադադար ուզեց, հրադադար սովորաբար ուզում է պարտվող կողմը, չէ՞, դա ոչ ճիշտ է։ Այդ կոնջորանները թող հասկանան, թե ինչ կլներ, եթե իրանք չլնեին։ 220 թե 40 միլիոն վճարել են հնդկական հրթիռներ են բերել, 40 կիլոմետր դիստանցիայի վրա կրակող, ոչ ոք դրանց ոչ թռնել է տեսել, ոչ կրակել է։ 220 թե 40 միլիոն վճարել են հնդկական հրթիռներ, 40 կիլոմետր դիստանցիայի վրա կրակող, ոչ ոք դրանց ոչ թռնել է տեսել, ոչ կրակել է։
Բա իրան կապուց չեն Իսկանդեր վերցնել, շատ ավելի էժան, Ամերիկացիք թույլ չեն տանում այն բան, չէ, որովհետև ամեն փաստեր կարող է իշխանություն փոխվի, ինչը շուտով տեղի կունենա, հայկական իշխանություն գա եւ այդ Իսկանդերը ուղղակի թե Ալիևի, թե նրա վերադասների համապատասխան տեղը, դրա համար է Հայաստանին հրահանգված զինաթափել, որովհետև ամերիկացիք անգլոսաքսերը իմաստուն ժողովուրդ են, չէ, գիտեն, որ խիարը միշտ թարգուսնելու բան ունի, խասյատ ունի։ Եվ հայերին ասում են, դուք գնացեք կարտոնե բրանևիկներ բերեք Ֆրանսիայից, մանավանդ նվերը գտան ձեզ։ Ֆրանսիական են նշանուր հաուբիսներ Սեզար բերեք, որ ձեր քարու լեռների մեջ շատ շուտ շարքից դուրս գան, հնդկական հրթիռ, հանկարծ չլինի Իսկանդեր, հանկարծ չլինի Լույս, զրահատեխնիկա, տասնամյակներով իրեն արդարացրած։ Ինչևէ, մի քանի բառեր ուզում եմ ասել ես ԵԱՏՄ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Ինչ ասեմ, սրանք գործը հասել են նրանց, որ շատ հնարավոր է վաղվանից Ռուսաստանը սրանց դիտարկի որպես եվրոպական երկիր, ոչ թե հեռացնեն Հայաստանին ԵԱՏՄ-ից կամ բանից։ Ուղղակի դրանց ասեն, որ Հայաստանին այսօրվա մենք ոչ ոք պարտավորություն չունի Հայաստանին շատ էժան գազ տա, պես կողմն է բացատրեց, հատուկ անհասկացողների համար, դա մեր նվերն է հայ ժողովրդին, մենք պարտավոր չենք էժան տալ։ Սերժ Սարգսյանը ժամանակին երևի շատ էր խնդրել, Սերժ Սարգսյանի խաթր ստորագրեցին 13 թվին ազատ, ավելի ճիշտ նավթամթերքը, ալմազները եւ գազը ազատեցին թուրքերից։ Ամեն մի ընկերություն նավթային գազային Ռուսաստանից յուրաքանչյուր տոննա կամ խորանարդ մետր արտահանած հոնքի նավթի կամ գազի համար պետությանը Թուրք է վճարում, չէ։ Հայաստանն ներմուծվող նավթն ու գազը այդ Թուրքից ազատ է նշանակում արդեն դա մեծ համար էժան է։ Այն մյուս էժանությունն է, որը գալիս է, դա բացառապես ռուսական պետության նվերն է հայ ժողովրդին։ Դա տարեկան կազմում է առնվազն 2 միլիարդ դոլար ռուսները տարեկան հայերին նվեր են տալիս։ Իսկ հայերը կարողում են ռուս-թուրքական դաշինք, հայերը իրանց համարում են ռուս-թուրքական դաշինքից դուրժած ազգ։ Դե հիմա այդ այս ազգի շնորհիվ, այս ազգի բարոյականությունը, չնայած ազգին է մեղադրել չի կարելի, որովհետև թե կրսվածություն, թե կրթություն, թե խելք, թե գիտելիք ազգին պետք է ապահովի իշխանությունը։ Դե իշխանությունը այն ինչ արել են, այն արդյունքներ մենք տեսնում ենք, թե նախկին, թե ներկա։ Մի բան էլ, սրանց հետո սկսում է թվալ, թե ինչ-որ մի մեծ լավություն է անում Հայաստանը, ադաժյունի է անում, կամ են մյուս այդ ԵԱՏՄ մասնակիցները, որ անդամակցում են Ռուսաստանի հասարակի գլխավորած այդ դաշինքին։ Ոչ մի ադաժյունի չկա եւ չի կարող լինել։ Ընդհակառակը, այդ բոլոր երկրները բերան Ռուսաստանի վրա։ Ռուսաստանը սրանց հովանավորում է եւ տնտեսապես եւ անվտանգային առումներով։ Դիմացը ոչինչ չի ուզում, ասիկան մի բան ուզում։ Ասում է իմ հանդեպ ստորություն մի արեք, բայց սրանք էլ չեն կարող։ Ասում է հակառուսական ազյանների մի մասնակցեք, հակառուսական գործողություններ մի կատարեք։ Սրանք չեք պարտադիր պիտի դա անեն, չեն կարող չանել, որովհետև սրանց խազային էրետ են իրաց ասում։ Եվ հետո փորձում են ապուշի պես ռուսներին խաբել, իսկ ռուսների ղեկավարը այսօր հիշեցնեմ իր խելքով, իր կյանքի փորձով, իր ամեն ինչով դե վերջը PGU-ի սովետական հետախուզության գնդապետը Թրամփին եւ սրանց բոլոր վերադասներին, պապաներին, մամաներին կտանիքսով ծառավետ կվերի։ Փորձում ամոզել, թե դե մենք ընդհանրապես հակառուսական բան չենք անում։ Հա մենք ոչ չենք կարող Զելենսկուն ստեղ բան անել, բերանը փակել, ցենզուրա անել։ Դե ինչ անենք, Ալիևն է ասում են, էլ այդ կոնջուրանները, Ալիևն է մեր պատերազմանը,
Մոսկվա էր գնում, ռուսները ընդունում էին։ Ոչխարն էր, Ալիևը Մոսկվա գնում էր, բայց Մոսկվայից չէր ասում, որ հայերի պարադա ես պետք է իմ ավիացիան ուղարկեն իմ դրոնները, այդպես բան չէր ասել հայերի պարադը պետք է փչացնեն։ Վիզը կփոքեին այդպես բան ասել։ Իսկ ձեր հրավիրացիորը վիժվածքը, որին նաև հումանիտար օգնություն եք ցույց տալիս, անթասիկ շահգործիներ, երևի նրա համար որ ֆոսֆոր էր ուղարկում, չէ, հայ զինվորների հայ մարդկանց գլխին 2020 թվականի պատերազմին։ Սրանք իրանց եշալով փորձում են համոզել, խաբել, թե չէ, մենք բացառապես ճիշտ ժողովուրդ ենք, ռուսների դեմ բան չենք անում, այդ թուրանները ընդհանրապես դաժե ասում են ռուսներն էլ տեղով փող կաշոտեն։ Բրիտանական 1000 տարվա մուրազը, այդ թուրան կոչված է, այսօր իրականացնում են TRIP անվան ներքո, եւ ուզում են մարդկանց համոզել, որ այդտեղ ոչ մի հակառուսական բան չկա, այդտեղ ամեն ինչ լավ է։ Ընդերքն են տալիս Ամերիկային, դե ամերիկացիք են էշե, հատկապես Տրամպը, խրած չեղավ Շևչենկո քաղաքը, որը 13 միլիարդներով ձեռք բերեցին, փողը նա վճարեցին, այսօր այդ քաղաքը վերադարձել է Դոնբասի կազմ։ Այսինքն Դոնբասի քաղաք էր դա, այսօր ռուսներն են վերահսկում այդ քաղաքը, թե միլիարդները ուր կորան, դե պարզավորակոր է։ Լավ է, այս անգամ հուշագիր են առայժմ ստորագրում։ Սյունիքի եւ ընդհանրապես ողջ Հայաստանի դերքի մասին։ Հազվադեպ մետաղների հողերի, այդ կրիտիկական միներալների հենց հուշագիր են ստորագրում, որ այս ամեն ինչը մենք բան կանենք։ Ստորագրեք։ Ամսի 7-ը կգա, իսկ 4-ին աշնանը կհաշվենք։ Դեպի այս պարագայում երևի 4-ին հաշվենք հունիսի վերջին։ Ինչևէ, այսքանն է ուզում ես որ ասել, այս տխուր խայտառակորվա կապակցությամբ նորից կխնդրեմ բաժանորդագրվել իմ տելեգրամյան եւ յութուբյան ալիքներին, լավ մնացեք, շուտով կհանդիպենք։